Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը և հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Միանշանակ շրջապատը մեծ ազդեցություն ունի դեռահասի խառնվածի ստեղծման համար, որովհետև դեռահասը իր օրվա մեծ մասը անցկացնում է իր շրջապատի հետ, շրջապատից վերցնում է ցանկացած լավ կամ վատ բնավորության գիծ կամ ինչ-որ հատկություն, ու դրա ձևավորվում է ինքը արդեն ապագայում որպես անհատ։ Իմ կարծիքով շատ կարևոր է ծնողի կարծիքը քո ընկերոջ մասին, քանի որ նա ավելի մեծ փորձ ունի իր կյանքի ընթացքում եւ ես փորձում եմ միշտ իմ ծնողից հարցնեմ կարծիքը իմ ընկերների մասին։ Ըստ իս դեռահասը իր դեռահասության սկզբնական շրջանում չի կարողանում գիտակցել շրջապատի սպառնացող վտանգները, բայց կարծում եմ այս շրջանում իրականացվող յուրաքանչյուր իրադարձություն շատ մեծ ազդեցություն ունի դեռահասի ինքնագնահատականի ու անհատականության զարգացման վրա։ Եթե դեռահասը տանը իր շրջապատում իրան լավ է պահում, ազատ է զգում, ինչ-որ տենց ոչ լեգալ, ոչ անօրինական բաներ չի անում, առողջ է, լավ է իրան զգում, այդ արդեն նորմալ է, ինքը լավ շրջապատ է ընկել։ Դեռահասության փուլում մեր զավակների ընկերական շրջապատը կարող է նկատելիորեն փոխվել։ Եվ իհարկե յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր զավակն ունենա լավ ընկերներ, շփվի մարդկանց հետ, որոնք միայն դրական ազդեցություն կունենան նրա վրա։ Բայց արի ու տես, որ մենք միշտ չէ, որ ճանաչում ենք մեր երեխաների ընկերներին, նրանց ընկերները միշտ չէ, որ մեր սրտով են։ Փաստեր, որոնք շատ ընտանիքներում վերածվում են սերունդների կոնֆլիկտի։ Ինչ են փնտրում դեռահասներն իրենց շրջապատում և ինչից են վախենում ծնողները։ Ինչպես են դեռահասները ընտրում ընկերներ և ինչպես են ծնողները փորձում ազդել դեռահասի շրջապատի ընտրության վրա։ Քննարկում ենք ծնողական ժողովում։ Բարև ձեզ և շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Այսօրվա ծնողական ժողովն արտասովոր է, որովհետև մեր հյուրերը ծնողները չեն։ Նախ ուզում եմ հասկանալ, թե ինչպես է ձևավորվել ձեր ընկերական շրջապատը։ Դպրոց, բակ, խմբակներ, ինչպես է ձևավորվել։ Ստեփան, խնդրեմ։ Շրջապատի հիմնական մասը ձևավորվել է դպրոցից, այն խմբակներից, որին հաճախել եմ մանուկ հասակում ու հաճախում եմ հիմա։ Նաև վերջին շրջանում շատ մեծ թափով մասնակցում եմ հասարակական աշխատանքների, կամավորությունների ու կամավորությունների միջոցով նույնպես շատ մեծ շրջապատ, մտահորիզոն է ձևավորվում ցանկացած մարդու մոտ, որովհետև շփվում ես ցանկացած տեսակի մարդու հետ։ Այդ մարդկանց մեջից, երբ որ դու կարողանում ես հասկանալ, թե կոնկրետ որ տեսակի մարդու հետ ես դու ուզում շփվել կամ որ տեսակի մարդու հետ նաև պետք է շփվես, ըստ դրա արդեն ձևավորվում է մեր շրջապատը։ Գիտեք, իմ շրջապատի հետ կապված իրականում բազմաթիվ խնդիրներ են ծագել, ինչպես բոլոր դեռահասների մոտ, բայց կարծում եմ յուրաքանչյուր սխալ իրավիճակ դեռահասին փորձում է դարձնել ավելի ուժեղ, դարձնի ավելի հասուն գաղափարներով ու մտքերով։ Այնինչ ասաց Գոհարը իրականում կոչվում է փորձ, երբ քո կյանքի ինչ-որ դիպվածների հիման վրա գալիս ես մի եզրահանգման ու ինքդ ես որոշում, որ այս մարդիկ լինելու են իմ մտերիմները և մյուսները ոչ։ Կհիշեք մի օրինակ, երբ ձեր փորձը, ձեր դիտարկումները օգնել են ձեզ կողմնորոշվել, որ ձեր ընկերը դրսևորում է մի վարքագիծ, որի հիման վրա դուք որոշում եք կայացնում, որ դադարեցնում եք շփումը։ Տենց դեպքը շատ չի եղել իմ կյանքում, բայց եղել է, որ այդ մարդը ինձ հետ է քաշում իմ գծից, չի թողում ես զարգանամ ու հասկանում եմ, որ այս մարդու հետ ես չունեմ ընդհանուր շփվելու բան ու աստիճանաբար իրան իմ կյանքից հանում եմ, որ ես զարգանամ ու իմ կյանքով ապրեմ։ Սա երբեմն դեռահասի որոշումն է, երբեմն մեծահասակների ազդեցությունը։ Կխնդրեմ վերլուծենք, արդյոք մեծահասակների միջամտությունը կլինի ավագ քույր-եղբայր, ծնող, մանկավարժ, նման ֆիլտր կարող է հանդիսանալ ձեզ համար, թե դուք որոշում եք, որ միակ պատասխանատուն դուք եք, խնդրեմ։ Իմ կարծիքով ոչ միայն ես եմ պատասխանատու, այլ իմ ծնողները, մեծ քույրերը, որոնք ավելի մեծ փորձ ունեն ընկերների հետ կապված, եւ հիմնականում ես որ ինչ-որ նոր ընկեր եմ ունենում, պատմում եմ իմ ծնողներին եւ հարցնում եմ իրենց կարծիքը, բայց նաեւ ես կարող եմ ինքը զգալ ինքը իմ մարդն է, թե ոչ, հետեւաբար եթե ես զգում եմ, որ մարդը իրան սխալ է դրսևորում եւ դա չի ընդունում, ես փորձում եմ մի քիչ ավելի հեռու պահել ինձնից իրեն։ Ծնողները հաճախ քննարկում ու քննադատում են
երեխաների ընկերներին, չէ, ուղիղ տեքստով կարող են ասել, որ այս տղան, այս աղջիկը ինձ դուր չի գալիս, ինչ որ պիտակներ կպցնել տվյալ մարդուն, ինչ որ որակումներ տալ, կարող են դա անել ավելի ծածուկ կերպով, բայց ցույց տալ, որ վերաբերմունքը բավականին սառն է որոշ վերապահումով։ Դուք ինչպես եք արձագանքում, երբ լսում եք ծնողների կողմից նման մեկնաբանություններ։ Մեկնաբանելը ընկերոջ, չգիտեմ, քուր, եղբայր կամ ցանկացած մարդու համար դա նորմալ է։ Անձամբ ես, երբ որ իմ ծնողներից ինչ-որ մեկը կամ ավագ եղբայր, ավագ ընկեր թեկուզ ասում եմ, որ օրինակ տես այս մարդը սենց արարքագործել, որը այդքան էլ ճիշտ չի, ես դա ընդունում եմ որպես իգիտություն, բայց հետո արդեն իմ ներսում ես հասկանում եմ արդյոք այդ մարդու արարքը կամ այդ մարդը պատճառ ունեցել է նման արարք գործելու, թե չէ։ Այսինքն ես կարող եմ լսել նրանց խորհուրդները, բայց իմ ընդունած որոշման համար առաջին հերթին պատասխանատու եմ լինելու ես։ Ուղղակի լինում են մարդիկ, ովքեր լավ չեն ճանաչում քո ընկերոջը ու հնարավոր է իրանք մակերեսային են նրան գնահատում, որովհետև հնարավոր է այդ մարդը խորքից շատ ավելի լավն է, քան իրեն ցույց է տալիս։ Կոնկրետ ես ունեցել եմ այդպիսի ընկերուհի, մի դասատու կար, որը ասում էր նա այդ մի շփվի, հենց տեսնում էր ես նա այդ ասում դու սխալ ես անում, բայց ես կոնկրետ ասում եմ, որ ինքը իրականում շատ լավ ընկեր էր եւ իմ ծնողներն էլ էին նրան հավանում, բայց հիմնականում ես իմ ճանաչած մարդուն փորձում եմ ինքս հասկանալ, պահեմ ինձ մոտ թե ոչ, շփվեմ թե ոչ։ Քիչ անց կվերադառնանք մեր քննարկմանը, իսկ այս պահին ուզում եմ ընդլայնել մեր զրույցի մասնակիցների շրջանակը։ Դուրս գանք մեր երկրի տարբեր քաղաքների ու գյուղերի փողոցներ ու լսենք ձեր հասակակիցներին եւ մեծահասակներին։ Գլխավոր հարցը՝ միֆ է թե իրականություն, որ դեռահասի ընկերները կարող են ազդել նրա վարքի, սովորությունների եւ արժեքների վրա։ Իրականություն է, ընկերները շատ մեծ դեր են խաղում դեռահասների կյանքում։ Կարող է ազդի, կարող է չազդի։ Այո, կարող է ազդել, ինքս ունեմ այդ տարիքի դեռահասներ, միանշանակ շրջապատը ազդում է եւ վարքի վրա, եւ որակի վրա, եւ մտածելակերպի։ Նայած մարդու տեսանկյունից էլի, իմ համար որ չէ, այդ միֆը։ Իրականություն, որովհետեւ դեռահասը առաջնորդին իր ընկերական շրջապատում է ձևավորվում ու ընկերները իհարկե կարող են ազդել։ Միանշանակ կարող են շրջապատը մեծ դեր ունի անհատի կայացման գործում։ Իհարկե, բնականաբար, որովհետև դեռահասը իր ժամանակի մեծագույն մասը անցկացնում է ընկերների հետ իր շրջապատում։ Դե բնականաբար մեզ կերտում է նաև մեր շրջապատը ու թե ում հետ կշփվենք, բնականաբար մեզ բավականին բաներ է սովորեցնում։ Այո։ Եվ ասեմ, որ վատով ավելի շատ են ազդում, քան լավով։ Այո։ Նամանավանդ հիմա մի քիչ շատ ավելի բարդ է, դրա համար հսկողությունը պիտի շատ լինի ծնողների կողմից։ Կարծում եմ որոշակի առումով այո, որովհետև երեխաները բացի ընտանիքից նաև դրսում ընկերների հետ են շփվում ու կարող են նմանակել, ինչ որ բաներ սովորել, կարծում եմ որոշ առումով հա։ Կարող են, բայց շատ հաճախ մայրիկների օգնությամբ էլ կանան հասկանում, որովհետև մայրիկներ հասկանում են էլի, ով է ավելի լավ ընկեր, ով չէ։ Կարան գիտակցեն այդ ամենը հասկանան, կարան եւ չգիտակցեն չհասկանան։ Անպայման, միանշանակ իրենք գուցե եւ զգան, գուցե եւ լավն ու վատը տարբերակեն, բայց ամեն դեպքում ազդեցության տակ իրենք անեն իրենց ոչ համապատասխան, ոչ հարիր գործողություններ, այդպես էլ է լինում։ Իմ տարիքային տղաները արդեն հասկանում են, էլի ում հետ շփվեն, ինչի համար շփվեն։ Իսկ տարիքից փոքրերը, այո, ինչ չէ։ Իսկ ինձ տարիքով փոքրերը չէ, ծնողների խորհրդակցությամբ էլի։ Այո, օրինակ ես ինքս եմ հասկանում, թե որն է իմ ընկերների մեջ լավը, որը վատը, ու ես եմ որոշում, թե ինչ օրինակ վերցնեմ իրենցից։ Կարող են, միանշանակ կարող են։ Կարծում եմ կարող են, բայց որոշ չափով իրենց պետք է մեծի օգնությունը։ Դե կարող են, բայց հիմնականում փոխազդում է էլի շրջապատը կամ ընտանիքը մարդու ձևավորման վրա։ Իրանք չեն տարբերում ու ցավոք սրտի ծնողին չեն լսում, ծնողի ասածը չգիտես ինչի չեն ընդունում, բայց իր շրջապատի մյուս դեռահասների վատը ավելի շատ են ընդունում, քան ծնողի տված պետքական խորհուրդը։ Չեն կարող, ավելի շուտ ոչ թե չեն կարող, այլ ծնողը պետք է սովորեցնի, որ ինքը դա հասկանա, ինչն է լավ, ինչը վատ։ Դուք դիտում եք ծնողական ժողովը, այսօր մեր տաղավար հյուր են եկել հրաշալի պատանիներ ու աղջիկներ, որոնց հետ փորձում ենք հասկանալ, թե որքանով է շրջապատը ազդում դեռահասի զարգացման վրա։ Որպես մեր քննարկման շարունակություն այսպիսի մի հարցադրում կհաստատեք, թե կհերքեք այն կարծիքը, որ ընկերները կարող են ազդեցություն ունենալ օրինակ մեր ճաշակի ձևավորման վրա, մեր սովորությունների, մեր արժեքների, հայացքների, Ստեփան։ Միանշանակ
Բայց կան երեխաների երկու տեսակներ, ինչքան էլ հիմա ցավոտ թեմա լինի, կան երեխաներ, որոնք իրենք առաջնորդներ են իրենց տեսակով, ու կան երեխաներ, որոնք հետևում են։ Եթե լսող ենթարկվող երեխան գնում է օրինակ նույն կամավորության, առաջնորդը իրեն կարող ասի, այդ ինչ բան է, խեց գնում, անվճար ինչ-որ բան ես անում, ու այդ երեխան հաջորդ անգամ թեկուզ ինքը իր հոգու խորքում ասի, վայ շատ հավես էր, տես նոր մարդկանց հետ ծանոթացա, նոր ընկերներ, ծանոթներ ձեռք բերեցի, հաջորդ անգամ չի գնա ուղղակի։ Դրա համար նախ պետքա ցանկացած մարդ իմանա, որ ինքը հավասար է մյուսին, ոչ մեկ ավել չի։ Եվ փորձելու իրավունք բոլորն ունեն։ Բոլորը հնարավոր է ես սեփական կարծիքը պնդելու իրավունք բոլորն ունեն։ Օրինակ ես շատ եմ հետաքրքրված գիր գրականությամբ, գրում եմ տարբեր փոքրիկ բանաստեղծություններ ու հասկացա, որ արդեն մի քանի օր անց, մի քանի շաբաթ անց իմ ընկերները, իմ շրջապատը եւս սկսում է հետաքրքրվել գրականությամբ, սկսում են կարդալ տարբեր գրքեր ու փորձում ենք այդ ամենը քննարկել։ Այսինքն ես հասկացա, որ եթե որևէ դեռահաս սերմանում է ինչ-որ մեկի մեջ լավ սովորություններ, դա մնում է հավետ։ Ու կարծում եմ, որ ցանկացած դեռահաս պիտի փորձի իր դիմացինին միմիայն լավը մաղթել ու լավը սերմանել։ Մի քանի անգամ արդեն հիշատակեցինք, որ ծնողները ունեն ինչ-ինչ վախեր, որ երեխաներին շրջապատը կարող է սխալ ուղղությամբ տանել։ Ինչը կարող է ծնողի համար իսկապես ահազանգ լինել, որ այս ընկերախմբի հետ չեմ ուզում երեխայիս տեսնել, ինչ ես կարծում։ Ինձ թվում է, որ երեխայի վրա ինչ-որ փոփոխություն են տեսնում, ինչ-որ պարապմունքների կամ դասարանում ինչ-որ ընկերական շրջապատ ձևավորելուց հետո տեսնում են, որ երեխան գնալով անդունդա գլորվում, փորձում են երեխային հանել ու արդեն այդ երեխայից է կախված կլսի թե չէ, բայց ճիշտը լսելն է։ Վատ առաջադիմություն, երևի վնասակար սովորություններ, էլ ինչ կարող ենք թվարկել ծնողներին անհանգստացնող իրական վտանգներից, որ կան շրջապատում։ Սոցհարթակներ, տանը ժամանակ չանցկացնել, ագրեսիա ծնողի հանդեպ։ Մի խոսքով ծնողների տագնապները միշտ չէ, որ անհիմն են, սա էլ պետք է ընդունենք։ Մեր զրույցի ընթացքը շարունակելու համար պետք է այստեղ հրավիրեմ հոգեբան Լիլիթ Խաչատրյանին։ Համեցեք տիկին Խաչատրյան։ Նախ ուզում եմ իմանալ ինչպիսի տպավորություն ունեք, ինչպես կգնահատեք։ Ճիշտ ասած ժամանակակից դեռահասների զարգացվածության առումով միշտ եմ զարմացած։ Այս սերունդը, որ մենք հիմա ունենք, մեր ժամանակաշրջանի սերունդից շատ է տարբերվում։ Թերևս այդ էլ պատճառն է, որ ծնողների հետ փոխըմբռնումը դժվար է ստացվում։ Ավելի է դժվար ստացվում։ Միշտ եղել է դժվարությունը եւ դա դեռահասության զարգացման ֆենոմեններից է, բայց մեր ժամանակաշրջանում ավելի է դժվարացել, որովհետև դեռահասներն ավելի ունակ են սեփական քննադատական վերլուծությունը առաջ տանելու, սեփական կարծիքը ձևավորելու, տարբեր սոցիալական ազդեցությունների համատեքստում եւ իհարկե հիացած եմ այն ամենից, ինչ որ կատարվում էր այստեղ։ Մենք առաջարկում ենք մի խաղ խաղալ։ Խաղի էությունը հետևյալն է։ Ես ունեմ ծրարներ, որտեղ գրված են պնդումներ, կխնդրեմ փոխանցեք մեկը գերոջը, դա դու էլ խնդրում եմ Մարին։ Սրանք ամենատարածված ձևակերպումներն են, որ ասում են ծնողները երեխաներին, դեռահասներին, երբ ունեն դժգոհություն նրանց ընկերական շրջապատի ինչ-ինչ դրսևորումների հետ կապված։ Ընթերցելուց հետո կխնդրեմ, որ ասեք, թե ինչ հույզեր են առաջացնում այս ձևակերպումները ձեզ մոտ եւ ինչպես դուք կվարվեիք, եթե ծնողն այսպես ձեզ հետ խոսեր։ Խնդրեմ, կարող եք ծանոթանալ ծրարների բովանդակությանը, իսկ տիկին Խաչատրյանը հետո կմեկնաբանի, կառաջարկի մեզ առավել անվտանգ եւ գործուն տարբերակներ։ Ով է պատրաստ, սկսենք, Մարի, կարող ենք։ Դու կամաց դառնում ես ընկերներիդ նման։ Իմ կարծիքով մի քիչ դա վիրավորական է հնչում, շատ կոպիտ ծնողի կողմից։ Ես կոնկրետ կխնդրեի մայրիկիս վերլուծել ինչի մասին է գնում խոսքը, ու մի քիչ շփոթմունք կառաջանար իմ մոտ այդ պահին եւ տխրություն երևի։ Մի խոսքով հույզերը դրական չեն, եթե լսում ենք նման արտահայտություն։ Ենթադրենք իսկապես իրավիճակը մտահոգիչ է, այդպիսի իրավիճակ դիտարկենք։ Ցույց տալ մեր մտահոգությունը։ Մտահոգությունը ցույց տալ ոչ թե դու կդառնաս միանգամից իրենց նման վատը, այլ չէ որ ցանկացած նման խմբի մեջ կա նաև դրականը, ցույց տալ որ այո, այստեղ կան լավ բաներ, տես սա այսպես է, նա այնպես է, բայց օրինակ եթե դու երկար շարունակես, քո մոտ էլ այս որակը կարող է։ Ծնողը կարող է ասել, ոչ թե կդառնաս իրենց նման որակը։ Ես չէի ցանկանա, որ դու այսպեսին լինես։ Ես չէի ցանկանա, որ դու նման վարքագիծ դրսևորես։ Կարող է ասել։ Այո, կարող է ասել, որը որ կարծես հեռացնում է երեխային նմանը լինելու եւ ամբողջական եսը կորցնելու զգացումից։ Դրդատ, ինչ
արտահայտություն է։ Ոնց կարող ես ուզել սովորել, ինչ որ բանի հասնել, եթե դրանք են քո ընկերները։ Ինձ թվում է այդքան էլ ճիշտ ձև չի երեխային ասելու, սրա փոխարեն ավելի լավ կլիներ ասել ինձ թվում է դու այդ ընկերների հետ կարաս շարունակել շփվել, բայց նաև դու պետքա քո ուսման վրա ուշադրություն դարձնես, ավելի լավ սովորես, թե չէ այդ ընկերներդ քեզ անդադ հետ քաշելով, եթե այդ ընկերներն են իսկական պատճառը, կարող ուրիշ պատճառ էլ լինի, ընկերները չլինեն, բայց պետքա այս ասելուց հետո արդեն երեխան փորձի ձգտել ավելի լավ ուսման, որպեսզի ապացուցի, որ կարող ընկերները կապ ունեն, կարող չունեն։ Այս ձևակերպումը քեզ մոտ հակազդեցություն կառաջացներ։ Կառաջացներ, որովհետև այս ձևով համ այդ ընկերներից կարող է հիասթափվել, համ էլ ուսմանից երկուսից էլ կհրաժարվի։ Կրկին եւ զայրույթ եւ վիրավորանք այս դեպքում եւ ամոթի զգացում, բացասական բոլոր զգացումները կարող են միաժամանակ առաջանալ։ Շատ լավ ձևակերպում էր։ Այստեղ կշեռքի նժարներին մի կողմից ընկերությունն է, մյուս կողմից առաջադիմությունը։ Ծնողը ուզում է ընդգծել, որ այս ընկերախմբի հետ շփվելով նկատում եմ, որ հաջողություններդ նվազում են կամ հաջողություններից չես ձգտում։ Ինչպես բալանսավորել շփում, ընկերություն եւ ուսում։ Ծնողի մտահոգությունն այն է, որ երեխան առաջվա պես լավ չի սովորում, եթե կարճ ձևակերպենք։ Եվ հենց այդպես շատ պոզիտիվ ձևակերպում է, օրինակ նկատում եմ, որ երկար իրենց հետ շփման արդյունքում առաջադիմությունը նվազել է։ Եկ միասին ուշադրություն ավելի դարձնենք օրինակ ուսմանը, հասկանանք ինչն է քեզ խանգարում։ Այս ձևակերպումներով իհարկե երեխային այսպես կուղորդի դեպի ավելի ուսումնական գործունեությանը, չնվաստացնելով ընկերախմբի ազդեցությունը եւ անձի լիարժեքության զգացմանը։ Այս ձևակերպման մեջ պատահական չենք առաջարկել դրանք դերանունը, այսինքն ծնողը նսեմացնում է, նվաստացնում է ընկերներին, որն էլ պատանու երիտասարդի մոտ կարող է իսկապես հակազդեցություն առաջացնել։ Բայց այնուամենայնիվ դեռահասի ինքնության հարցերը լուծվում է ընկերախմբում, եւ դեռահասը եթե ընտրել է ընկերներ, դա նույնացման process է, ինքնության լինելիության process է, որ ինքը իր ամբողջական եսի ընկալումը դիտարկում է որպես այդ ընկերախմբի մի մաս, ցանկացած բացասական կոմենտ, որը որ ուղղվում է ընկերախմբին, ինչ տեսակ ուզում է լինի, անմիջապես նվաստացում է գնում սեփական եսի զգացմանը։ Եթե նույնիսկ այն օբյեկտիվ է դիտարկում։ Դրա համար նույնիսկ այդ դեպքերում պիտի գտնել դրական ինչ-որ մի բան, որը որ արկա է այդ ընկերախմբում, քննարկել որոշակի վարքային դրսևորումներ, առանձնահատկություններ, որոնք որ կարող են բացասաբար ազդել ոչ թե այդպես անմիջական եւ ամբողջությամբ դսեմացնել եւ արժեզրկել այն ինչի մեջ որ դեռահաս իրեն լավ է զգում։ Տեսնենք ինչ տարբերակ է Գոհարի մոտ։ Մի հատ քեզ նայրու նրան, նա քո մակարդակին չէ եւ արժանի չէ լինել քո կողքին։ Ըստ իս նման կոնտեքստով խոսքերը եւս բացասական էմոցիաներ կառաջացնեն ու բացասական փոխհարաբերություն ծնողի ու երեխայի միջև, որովհետեւ պիտի լինի հարգանք փոխհարաբերությունների մեջ ու հետագայում ընկեր ընտրելու հարցում, ընկերներ ձեռք բերելու հարցում սա ինչ որ մտավախություն կառաջացնի դեռահասի մեջ ու կարծում եմ, որ այստեղ ծնողը պիտի կարողանա գիտակցել, որ այս շրջանը ամեն դեպքում հավերժ չէ, մի փուլ է, որի ընթացքում իր աջակցության շնորհիվ երեխան պիտի ձևավորի իր ինքնագնահատականը, անհատականությունը ու դառնա ավելի հասուն։ Այս դեպքում ի համեմատ մյուս այսպես դիրքորոշումների ավելի պոզիտիվ երանգ կա այն առումով, որ այնուամենայնիվ բարձրացնում է հա երեխայի եսը, դու քեզ նայի, այո, մեծամտության եւ այսպես կարծես թագ է դնում երեխայի գլխին, որ դու ամենալավն ես, դու քեզ նայի, այո, եւ ձևավորում է մի վերաբերմունք, որ ես ամենալավն եմ, մյուսները ամենավատն են։ Շատ ընտանիքներում է այդպես արվում։ Այստեղ ուղղակի պետք է նշել, որ այո, ես տեսնում եմ քո մեջ շատ արժանինքներ, դրական որակներ, դու ունես այս, բայց զգուշ եղիր գուցե, որ հանկարծ իր այդ բացասական որակը չվերցնես քեզ եւ կարողանաս հասկանալ, որ իր այս կամ այն հատկանիշը բացասական է եւ կարող է բացասաբար ազդել։ Ընդամենը սա է պետք։ Ստեփան, ծանոթանանք քո ծրարի պարունակությանը։ Գոնե գիտես ում հետ է շփվում, կարող է էկրանի հակառակ կողմում այլասերված մեկն է։ Ինչ հույզեր է առաջացնում եւ ինչ վարքագիծ։ Վիրավորանք իմ հանդեպ, վիրավորանք ծնողիս հանդեպ։
այսինքն ես այնքան վստահության արժանի չեմ, որ ծնողը վստահի ինձ, ես այնքան հասուն չեմ, որ հասկանամ, թե ում հետ եմ շփվում ու ինչպես եմ շփվում, բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ մտահոգությունը շատ ճիշտ է։ Ես ունեմ փոքր քույր ու ամեն անգամ նույն արտահայտությունը, ինչքան էլ հիմա վիրավորականն է, թե իմ հանդեպ, թե քրոջս հանդեպ, թե ծնողներիս հանդեպ ես եմ անում, որովհետև այս հարթակները, on-line հարթակները իրենք շատ վտանգավոր ու չվերահսկելի է։ Դու կարող ես շփվել 10 տարեկան աղջկա հետ, բայց պարզվի, որ հեռախոսի մյուս կողմում նստած է 40 տարեկան մեծ մարդ, որը 10 տարեկան աղջկա նկարով քո հետ շփվում է։ Դրա համար կարելի է մի քիչ գոնե գիտես հատվածը, որ փոխվի, օրինակ վստահես, որ դա այդ մարդն է, բայց ոչ գոնե գիտես, դա անվստահություն է ներշնչում։ Հանգուցային իրավիճակը անվստահության զգացումն էր, հա, որից որ վիրավորանք առաջացավ։ Կարելի է այստեղ սկսել հետևյալ ձևակերպումով, ես քեզ շատ եմ վստահում, բայց հասցրել ես բոլոր շտկումներն անել, բոլոր ճշտումներն անել այս իրավիճակում։ Պարզել ես ինքնությունը, այսպես ընդհանրապես։ Ես քեզ վստահում եմ, բայց համացանցը լի է վտանգներով։ Արի փորձենք ամեն ինչ ճշտել եւ մեզ ապահովագրել վտանգներից։ Այսինքն շեշտադրումն անում ենք երեխային վստահելու հանգամանքի վրա։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան ձեր մեկնաբանությունների համար։ Շատ հաճելի էր։ Իհարկե տեղեկացված լինելն օգնում է խուսափել շատ անախորժություններից։ Բայց մեծահասակները սիրում են ասել, որ որոշ բաներ բացատրել հնարավոր չէ։ Նրանք այդպես զգում են, ներքին ձայնն է հուշում։ Մենք որոշել ենք ստուգել, թե ինչքան լավ է աշխատում մեր երկրի տարբեր բնակավայրերում ապրող մեծահասակների ներքին ձայնը, երբ պատահում են անծանոթ մեկին։ Մենք մոտեցել ենք պատահական անցորդների ու ցուցադրել երկու մարդկանց լուսանկար։ Մեկը սերիական մարդասպան է, մյուսը հերոս, որը փրկել է մոտավորապես 700 երեխայի կյանք։ Հետաքրքիր է, քանի հոգի կկողմնորոշվի, թե ով է, ապավինելով իր ներքին ձայնին։ Ես ձեզ հիմա ցույց կտամ երկու մարդու լուսանկար, նրանցից մեկը հերոս է, որը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկել է 700 երեխայի կյանք, իսկ մյուսը սերիական մարդասպան է։ Արդյոք կկարողանա գուշակել, թե նրանցից որն է սերիական մարդասպան եւ որը հերոս։ Սա կարծում եմ մարդասպանն է, սա հերոսը։ Չգիտեմ, այդպես զգացի, ավելի բարի աչքեր ունի, ինքը ինձ թվում է։ Ճիշտ է։ Իմ կարծիքով սաղ նկարում գտնվողը սերիական մարդասպան է, իսկ աջ նկարում գտնվողը համաշխարհային հերոս։ Ինձ մոտ մի փոքր վախ ներշնչեց առաջին մարդու հայացքը, իսկ երկրորդ մարդու հայացքի մեջ այդ չնկատեց ես։ Սա հերոսն է, սա մարդասպանն է։ Աչքերից, հայացքից։ Կարծում եմ ձախ կողմինը հանցագործն է, իսկ աջ կողմինը իհարկե հերոսը։ Այդ ժամանակներին բնորոշ կերպար, հագուստով, կիրթ, դաստիարակված մարդու ինչ-որ տեսք։ Իսկ ձախ կողմինը տեսքից էլ ենթադրելով, չգիտեմ, անխնամ, չգիտեմ, աչքերից էլ ելնելով, կարծում եմ մարդասպանն է։ Ես ձախ թևինը ինձ թվում է հերոսն է։ Այ շատ նա է նման հերոսի, շփիտը բա, նպարտ մարդ է էլի։ Նա էլ, ասենք, տենց, ափսոս որ մեկն ու մեկը մարդասպան են, իսկ ասենք նենց նորմալ մարդիկ են երևում իրանք։ Մի տեսակ ոնց որ սերիական մարդասպան ավելի շատ ինքը ներշնչի։ Այդքան էլ բարի չեն իր աչքերը։ Ժպիտն էլ դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ Ну, ըստիս չգիտեմ, ինչքանով եմ ճիշտ։ Ես տենց եմ կարծում, Dead Band-ին է ինչ-որ ձևով նման։ Ես կարծում եմ այս կոկիկ հագնված մարդն է, սերիական մարդասպանը, որովհետև ամեն ինչ շատ ավելի դետալնի է։ Իմ ինտուիտիվ, եթե բանը հասնում է դրան, իմ ինտուիտիվ կասեմ, որ այս անձնավորությունը ագնոցներով եւ բանով ամեն ինչը շատ մանրակրկտորեն բանա մանիակալ էլի դեպրեսիվ ինչ-որ բաներ կա, մանրուքներին ուշադրություն է դարձրած։ Իսկ նրա ժպիտը ավելի անկեղծ է, աչքերով է ժպտում, այդպես է։ Սա այս մարդը փրկիչ է։ Իր խոհեմ խելացի հայացքից։ Իսկ ասենք մանյակները հաճախ են իրենց այդ ժպիտի իր ամեն դեմքի տակ շատ բան է թաքնվում։ Իմ կարծիքով սերիական մարդասպան է ինքնը, հերոսը ինքը, աչքերով, ինձ թվում է տենց։ Իրականում ճիշտ գուշակեցիք, իրականում ճիշտ գուշակեցիք,
Իրականում սխալվեցիք։ Ցավում եմ, որ չգուշակեցի։ Ճիշտ գուշակեցիք, ինքը հենց Թեդ Բանդին է։ Սխալվեցիք, որովհետև առաջինը սերիական մարդասպան է, երկրորդը հերոս։ Դուք ճիշտ գուշակեցիք, իրականում սխալվեցիք։ Ժպիտը խաբեց ինձ փաստորեն։ Դուք ճիշտ էիք, իրականում սխալվեցիք։ Խափնվեցինք էլի հագուստին ու տեսքին։ Ծնողական ժողովին միացել է հեռուստահաղորդավար Մամիկոն Սիմոնյանը։ Ողջույն Մամիկոն։ Ողջույն Աննա ջան։ Ինչ ես կարծում, մենք կարող ենք օգնել մեր երեխային գտնել ճիշտ մարդկանց, ձևավորել ճիշտ շրջապատ, որտեղ դոմինանտ կլինեն այն արժեքները, այն սկզբունքները, որոնք մեզ համար են ընդունելի։ Սա ճիշտ տարբերակ համարում ես։ Շատ լավ կլիներ, եթե գոնե մենք կարողանայինք ինքներս մեզ օգնել ամենատարբեր հարցերում։ Ես իմ կյանքի ընթացքում իմ ճիշտն ու սխալը 1000, 100,000 անգամ ամեն օր նայում եմ, նորից կասկածում եմ, նորից հաստատում եմ, նորից հերքում եմ, ինչ կուզեի փոխանցել իմ երեխային, ոչ թե արդյունքը, որ այս է ճիշտ, որովհետև դե արդյունքում երբեք էլ պարզ չի թե ճիշտը որն է, սխալը որն է, որովհետև ճիշտը որոշում է ժամանակը այնուամենայնիվ, այլ կուզեի փոխանցել այն փորձառությունը, որի միջով անցնելով ես այս սրան հասել եմ։ Եվ օգնությունս գուցե հենց դա լիներ, որ ոչ թե ինչ-որ ավարտուն, հաստատուն, համոզումով բաներ ասեի, որն է ճիշտ, որն է սխալ, այլ ցույց տայի, թե երբ ես ունեմ հարց, արդյոք սա ճիշտ է կամ սա սխալ, ինչ ճանապարհով կամ ինչ ձևով եմ ես փորձում այդ հարցի պատասխանը գտնել, նաև ցույց տալով ազնվորեն, որ երբեմն չի ստացվում գտնել։ Հարցը հենց այդ օգնության մասին է, որ ես օգնեմ իմ երեխային, որ ինքը, չգիտեմ, ճիշտ ընտրություն կատարի, ճիշտ մարդկանց հետ շփվի, ես ինձ օգնեմ, որ երեխայիս հետ կարողանամ ուղղակի ազնիվ շփվել, կիսվել իմ փորձառությամբ, իր ունեցած տագնապի, վտանգի, հարցի պահին, եթե նույնիսկ կողքնել չլինեմ, ապա հույս ունենամ, որ ինքը իմ ասածներից ինչ-որ մի բան կհիշի ու իր ընտրության մեջ գուցե որպես տարբերակ հայրիկի ասածը, մայրիկի ասածը, տատիկի ասածը ունենա։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ երեխան շփվում է իր հասակակիցների հետ, որոնց վարքը, նախասիրությունները քեզ համար ցանկալի ու ընդունելի չեն։ Կան դեռահասներ, որոնք ծխում են, օգտագործում են արգելված միջոցներ, դու դա տեսնում ես, դու դա կարող ես փաստել։ Այս պարագայում ծնողի մարտավարությունն ինչպիսին պետք է լինի։ Երևի իմ կյանքում, իմ կարիերայում արված եթե ինչ-որ արժեքավոր բան է եղել, դա կապված է եղել երեխաների հետ, այդ թվում մանկական միջոցառումներ, մանկական ամսագիր, մանկական հեռուստախաղ, եւ ինձ թվացել է, որ մինչեւ հայրիկ դառնալը, որ ես բավականին այտենց ինֆորմացված եմ։ Հիմա ուզում եմ ձեզ պատասխանատու ասել, որ այն ամեն ինչ, որ ես սովորել եմ, լսել եմ, կարդացել եմ գրքերում, ոչ մի բանը չի աշխատում։ Իմ կոնկրետ դեպքում ոչ մի բանը չի աշխատում։ Իմ երեխան տեսնում է լրիվ ուրիշ բան, իր վարքը լրիվ ուրիշ է։ Ես դա պիտի հələ փորձեմ ընդունել, որտեղ ամենադժվարը ընդունելն է։ Ես սովորում եմ ընդունել իմ երեխային, որ ինքը կարող է ընդհանրապես իմ նախասիրություններից հեռու հագուստ կրել, ուրիշ ոճով խոսել, եւ երբ ես փորձում եմ ընդունել նախ իմ երեխային, ոչ թե իր շրջապատը, ես այդտեղ հասկանում եմ, որ ես հələ լիքը խնդիր ունեմ իմ ու երեխայիս հարաբերությունները կարգավորելու, որից հետո ես անցնեմ նոր տեսնեմ իր շրջապատում ով ինձ դուր չի գալիս։ Փորձ ցույց է տալիս, որ լավագույն էֆեկտիվությունը առաջանում է զրույցի ժամանակ, երբ դու կարողանում ես երեխային, դու էլի մեր ընդունելիքն է, ես պիտի ընդունեմ երեխային որպես մտածող, առանձին, այսքան փորձառությամբ մարդ, որի հետ պիտի կիսեմ իմ մտահոգությունը, ես իմ տղային ասում եմ, որ իմ անհանգստությունը սա է։ Ես ասում եմ իմ պատասխանատվությունից ելնելով, մինչև ուր ես կարող եմ թույլ տալ, սկսած on-line հարթակում խաղերից, վճարումներից, ինչ-որ բան առնել վաճառելուց, շփումներից, ինչ տեսակի եւ որակի կոնտենտ է իմ երեխան նայում, իհարկե ինձ դրա մեծ մասը դուր չի գալիս, որ քեզ էլ դուր չի գալու եւ 10 ծնողի եթե հիմա ցույց տանք մեր երեխաների նայածից, դրանք հիմնականում խաղացածն ու նայածը մեծ մասամբ նույնն է, մեզ դուր չի գալիս, բայց այստեղ հարց է առաջանում, իսկ ով ասեց, որ դա մեզ պիտի դուր գա, իսկ ով ասեց, որ իրանք պիտի անենեն ինչ որ մեզ էր դուր գալիս, որովհետև բազմաթիվ շփումներում իմ երեխայի հետ ես հնարավորություն եմ ունեցել ցույց տալ, թե մեր ժամանակ ինչը ինչպես էր, մեր ժամանակ ով ինչպես էր եւ ինքը, գիտեք, այն երեխաներից է ի հակառակ ինձ, որ ամեն ինչի համար ինքը ունի իր պատասխանը։ Ինքը ասում է, ես կարծում եմ այսպես,
Դրա համար մտածում եմ այսպես, ես հասկանում եմ, որ մի մասը, չգիտեմ, իր YouTube-յան վլոգերներից է վերցրել, մի մասը դպրոցում է հիմա այդ շրջանը, որը անընդհատ փոխվում է, շրջապատը անընդհատ փոխվում է։ Իմ խնդիրը երևի թե որպես օգնություն կողքին լինելը։ Իմանա երեխան, որ դժվար պահին, պետք եկած պահին իրավունք ունի, կարող է եւ լավ կլինի, որ ուղղակի զրուցի ինձ հետ, որպեսզի չզգա իրեն մենակ եւ չսկսի փնտրել լուծումներ, ճիշտ ու սխալ վախի մեջ, տագնապի մեջ կամ կասկածի մեջ։ Մենք տղայիս հետ, չգիտեմ, շատ խոսում ենք այդ ինտերնետային մախինացիաների մասին, այսպես ասած, որ եթե մի բան ոնց որ վճարումը կորցնել, քարտի անվտանգությունը լավագույն օգնությունը, որ ես կարող եմ անել, օգնել նրան այդ միջավայրում լինել իմ հետ միասին, թույլ տալ, որ երեխան ինչ-որ մի բան անի սխալվի, օրինակ կորցնի մի քանի $, որով ինքը գնում է ինչ-որ մի կերպար, հետո պարզվում է, որ իրեն խաբեցին, փողը տվեց, իրեն չտվեցին, դեպք եղել է։ Շատ հուզված եկել է, վիճելով, չգիտեմ, տենց խառը հուզմունքի մեջ եկել, մենք իրար հետ փորձել ենք հասկանալ, իսկ ինչ տեղի ունեցավ, իսկ հաջորդ անգամ, իսկ ինչ պետք է հաշվի առներ ու վերջ։ Դրանից հետո նույնիսկ ես իրեն էլ խրատ տալու կամ սովորեցնելու բան չունեմ։ Ինձ պետք է ընդհանրապես լինել իր կողքին, երբ իրեն ինչ-որ մի բան անհանգստացնում է, ինքը հարց ունի։ Ես մոտենում եմ էքսպերիմենտալ եւ կյանքին, եւ ինքս ինձ, եւ իմ երեխայի հարաբերություններին, իսկ իր ու իր շրջապատի հարաբերությունների մեջ խառնվելը սխալ է, կողքը լինելը կարծում եմ բավարար, եթե իրեն ինչ-որ բան պետք լինի, կարևորը որ ինքը իմանա, որ կարող է ինձ հետ այդ թեմայով խոսել։ Ազատություն, ես դրա կողմնակիցն եմ, անսահման ազատություն, որը խիստ փոխկապակցված է փոխադարձ վստահության հետ։ Ինչ որ ես տեսել եմ իմ ծնողներից ու հիմա հասկանում եմ, որ ինձ այդ շատ մեծ պատասխանատվություն է տվել։ Ու ես չգիտեմ, եթե ինձ ինչ-որ բաներ արգել էին, թույլ չտային, այսպես կռիվ տալով ճակատ, ես գուցե հատուկ ինչ-որ բաներ անեի։ Դրա համար ոնց որ իմ փորձառությունը ինձ որ շատ չեմ տուժել, չեմ կարծում, դեռ չեմ տեսել են արդյունքը, որ այստեղ ազատությունը լավ չէր։ Վստահությունը իսկապես թանկ կապիտալ է։ Շնորհակալ եմ Մամիկոն, հիմա ես պետք է վերադառնամ իմ հյուրերի մոտ, դու էլ կարծում եմ պետք է տղայիդ գործերին հասնես։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ։ Կհանդիպենք։ Սրտակից ընկերը արյունակից հարազատից էլ թանկ ու կարևոր կարող է լինել։ Սա անբեկանելի արժեք է։ Բայց քանի դեռ երեխաներն անփորձ են ու շատ հարցերում խոցելի, ծնողներն արդարև անհանգստանում են, թե ում հետ են ժամանակ անցկացնում իրենց զավակները։ Նրանց մի փոքր կհանգստացնի միայն այն միտքը, որ իրենց զավակները գիտեն ում եւ ուր դիմել, եթե կհասկանան, որ հայտնվել են վատ շրջապատում կամ որ իրենց սպառնում է որևէ վտանգ։ Խնդրեմ, Մարի։ Ամենաառաջնահերթ կոնկրետ ինձ համար ամենամեծ օգնականը իմ կյանքում դա ծնողն է։ Նայած ինչ իրավիճակ է, որովհետև հնարավոր է, որ ծնողը չկարողանա օգնել, օրինակի համար կարողանա օգնել մեծ քույրը, ինչու ոչ։ Տարբեր վիճակներում տարբեր մարդիկ կարող են օգնել, բայց հիմնականում դրանք ծնողներն են։ Այլ վստահելի մեծահասակների տարբերակ դիտարկում ես արդյոք մանկավարժ, մարզիչ, դպրոցի հոգեբան, կգնաս օգնություն եւ խորհուրդ խնդրելու։ Կգնամ մարզիչի մոտ, ինձ թվում է, որովհետեւ մարզիչի հետ ավելի անմիջական է շփվում, քան օրինակ ուսուցչի կամ այլ պաշտոնի մարդու հետ, ինձ թվում է մարզիչը այդ բոլորից անլավը կլինի։ Մենք արդեն իմացանք ով է քո վստահելի մարդը քո շրջապատում, ով է կարողացել վստահելի հարաբերություն ձևավորել։ Կան ձեր կարծիքով բացի ընտանիքի անդամներից, քույրերից ու եղբայրներից մասնագետներ, ում պետք է դիմել, եթե անձամբ դուք եք հայտնվել որևէ վտանգավոր իրավիճակում կամ ձեր ընկերները։ Կարծում եմ ծնողներից բացի հետո արդեն տատիկ-պապիկն է, որովհետև իրենք ավելի մեծ են, ունեն կյանքի մեծ փորձ ու ամեն դեպքում մեզ կկարողանան տալ այնպիսի խորհուրդներ, այնպիսի դասեր, որոնք մեզ շատ պետք կգան ու արդյունավետ կլինեն կյանքում օգտագործելու համար։ Այդ իսկ պատճառով միմիայն ծնողները չեն, որոնց կարող ենք վստահել։ Դիտարկում ես արդյոք իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դիմելու տարբերակը։ Որպես ապակա իրավաբան պետք է ասեմ, որ այո։
Բայց մեր ազգային հոգեբանության մեջ գերակշռում է մատնողի կամ մատնիչի կարգավիճակ ձեռք բերելն այսպիսով։ Կան հարցեր, օրինակ, չգիտեմ, փողոցում եղել է փոքր ընդհարում, մեկը մյուսին վիրավորել եք կամ հարվածել եք անգամ, այդ դեպքում ինչքան էլ հիմա ասածս ինչ որ հատվածով սխալ կլինի, պետք չի գնալ հասնել իրավապահ մարմիններին, եթե դուք այդ հարցը կարող եք լուծել իրար հետ։ Բայց նույն դեպքում, երբ որ խոսում ենք մատնությունից, եթե քո մեքենան առևանգեն կամ հափշտակեն ինչ որ բան, դու ինչ ես անել, դու ասելու ես ես չեմ գնա հասնեմ ոստիկանություն, որովհետև դա մատնություն է, թե կդիմես ոստիկանություն։ Իրավիճակները տարբեր են, ըստ իրավիճակի մարդ պետքա կողմնորոշվի, թե այդ դեպքում կարիք կա ավելի ծանրաբեռնել թե համակարգը, թե իրենց կյանքը եւ թե ընդհանրապես հասարակության այդ հատվածին, թե ոչ։ Մեր հորդորը հետեւյալն է. չմեկուսանալ, խոսել, կիսվել, օգնություն խնդրել։ Վստահել մեծահասակներին, ունենալ վստահության մթնոլորտ ընտանիքում, դասարանում, մանկավարժների հետ, այսինքն այնուամենայնիվ կարևորենք մեծահասակների դերն ու կարծիքը մեր կյանքում եւ անենք մեր սեփական եզրահանգումները։ Շնորհակալ եմ շատ, որ այսօր մեր տաղավարում եք։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։